Սեպտեմբերի 4-ին Երևանի ժամանակով ժամը 11:10-ից հայաստանյան օգտատերերի կողմից համացանցում նկատված խնդիրները կրել են տարածաշրջանային բնույթ և պայմանավորված են եղել Google ընկերության կողմից մատուցվող ծառայությունների խախանմամբ։ Այս մասին հայտնել է Վարչական տեխնոլոգիաների նախարարությունը, հարկ է նշել, որ ըստ Google-ի տարածած տեղեկության խնդրին բախվել է ավելի քան 50 երկիր, ասված է հաղորդագրության մեջ։ Արոտավայրերի վարձակալության ժամկետները պետությունից էականորեն կերկարաձգվեն։ Խորհրդարանում սեպտեմբերի 4-ին քննարկվել է հողային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը։ Կառավարությունն առաջարկել է փոփոխել գյուղնշանակության հողատարածքների, մասնավորապես արոտավայրերի վարձակալության հետ կապված կարևոր դրույթ։ Բիզնեսի համար հեռակապլանավորման գործընթացը ավելի պարզեցնելու և պետության հետ համագործակցությունը ավելի կանխատեսելի դարձնելու համար գործադիրը առաջարկում է հնարավորություն տալ ֆերմերներին արոտավայրերը վարձակալել ոչ թե մինչև 25, այլ մինչև 50 տարի ժամկետով։ Արոտավայրերում էլ ինչ ներդրում պետք է արվի։ Որ դուք ասում եք 25 տարի, չի չէ, մարդը 25 տարով վարձակալությունը կնքել է, նախկին օրենսգիրը որ սահմանները պատահական չի սահմանել։ Ասում են, եթե ինքը բարեխիղճ օգտագործում ես, այդ հողների հետագայում չեն փոխում, չգիտեմ ինչ նպատակով, ավելի կարևոր ծառայեցնելու նպատակով, ալի նախապատվությունը տա մրցույթում աղտոճանաչի եւս 25 տարի է տարածել, ինչ խնդիր ունես դու։ Արոտավայրերը նաև ենթակառուցվածքներ են որոշակի ներդրումների համար, անասնաֆերմաներ եւ այլն, եւ այդ ներդրողների համար շատ կարեւոր է, որ հնարավորինս երկար ժամկետ հասկանալի լինի